Տիկին Վարդանյան, ինչ էր կատարվում նիստերի դահլիճում, ինչից սկսվեց ծեծկռտուքը։ Նիստերի դահլիճում մենք ասում ենք այն, ինչը որ մեր ելույթների ընթացքում, ասում ենք այն, ինչը որ այս վերջի տարիների ընթացքում ընդդիմությունը անընդհատ շահարկում է, այսինքն կարճ ասած խոսում ենք համապետական ընտրությունների արդյունքներից, ինչը որ շատ մեծ բուռն արձագանք առաջացրեց ընդդիմադիրների մոտ, որտեղ լսեցին այն իրականությունը, ինչից որ խուսափում էին, այսինքն չէին ցանկանում հավանաբար լսել այդ իրականությունը, իսկ իրականությունը այն մասին է, որ այսպիսի խայտառակ ընդդիմություն երբևիցե Հայաստանի պատմության մեջ չի եղել վերջին տարիներին, մարդիկ ովքեր որ ամեն գնով փորձում էին իշխանության գալ, զավթել իշխանությունը, դուք մինչև հիմա տեսնում եք, որ հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ ձայնագրություններ է հրապարակում կաշառք տալու եւ կաշառք վերցնելու վերաբերյալ, նրանց մեջ նույնիսկ կա մարդ, ով որ պետական դավաճանության մեղադրանքով է այս պահին ձերբակալված, եւ երբ որ այդպիսի մարդիկ գալիս են եւ սկսում են մեզ տարատեսակ բաների մեջ մեղադրել, իհարկե սուր արձագանքը ուշացնել չտվեց։ Իրենք էլ ասում են, բայց նման իշխանություն, խայտառակ իշխանություն մենք երբևէ չենք ունեցել, իրենք էլ ձեզ են հակադրում, բայց լավ է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդը իր քվեով, իր ձայներով ընտրեց իր իշխանությունը, տվեց քաղաքացիական պայմանագրին մանդատ եւ այն ինչ որ իրանք ասում են, այդքան էլ հետաքրքիր չի։ Ամեն ինչը ժողովուրդն է որոշում։ Այդ ժողովրդի մի հատված էլ շուրջ կես միլիոն մարդ ձայն է տվել ընդդիմությանը, Տիկին Վարդանյան։ Հիմա դուք մանդատ եք ստացել, որ ավականու նիստերի դահլիճում, ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջիկայում կռիվներ լինեն կամ ծեծկռտուք։ Իհարկե ոչ, ծեծկռտուկը ես ճիշտ ասած թիկունքով նստած ես, չեմ կարող ասել ով է սկսել, բայց միանշանակ իրենց տեքստերով դուք գոնե լսում եք նրանք ինչեր են ասում, ինչ տեքստեր են ասում, ինչ մեղադրանքներ են հնչեցնում, ինչ ձև են իրենց պահում, այդ ամեն ինչին հնարավոր չի չարձագանքել։ Եվ դեռ հարցա, դե իհարկե, բայց նրանք լավ կանեն լռեն, գոնե այսօր, որովհետև ինչ էին ասում միջև ընտրությունը ասում էին, որ մենք չենք ընտրվելու, հազար ու մի ձևի բաների մեջ էին մեղադրում, բայց տեսեք իրանք ինչ խայտառակ իրավիճակում հայտնվեցին։ Նրանք այն ուժերի ներկայացուցիչներն են, ովքեր իրենց ընտրողներին գլխաքանակով են հաշվում, ովքեր իրենց ընտրողներին կենդանիների պիտակավորում են տալիս։ Նրանք հենց այն մարդիկ են, ինչի մասին է խոսքը։ Ոնց կարող են այդ մարդիկ գալ ու երևանցու խնդիրների մասին այստեղ խոսել կամ մտահոգվել։ Եկեք այդտեղից սկսենք։